Այժմ եկեք օրինակներ նայենք, ինչպես կարելի է տարբեր գծային արտապատկերումների մատրիցները կառուցել։ Այս պահին դեռ այդքան ձեզ պարզ չի, թե ինչ կիրառական նշանակություն ունի այդ մատրիցը, այդ հարցը շուտով նույնպես պատասխան կստանա։ Հերթով այս օրինակները դիտարկենք։ Ենթադրենք v-ն եւ w-ն երկուսն էլ fn-ն են, ստանդարտ բազիսն է ընտրված, իսկ արտապատկերումը պրոյեկցիան էր։ Պրոյեկցիան հիշում եք, չէ՞ ինչ էր անում։ Վերցնում էր ցանկացած վեկտոր, իր k-երորդ կոորդինատը ինչ էր անում, Զրոյացնում էր։ իսկ մնացածները Նույնությամբ թողում էր։ հիմա, այս մեր ստանդարտ բազիսն է։ Հերթով sense տեսեք, սիրուն շարել ենք E1-ը, դա 1 0 0 0 բազիսն է, վեկտորն է։ Դա կարտապատկերվի ինչին։ Իր k-երորդ կոորդինատը դառնալու է 0, բայց sense tenence 0-ի է, այսինքն P1-ը հենց E1-ին էլ գնում է։ P-n-ն էլ E-ին է գնում, իսկ P-k-ն ինչի է գնում 0-ին։ Դե կայից բացի բոլորը արդեն 0-ին, կան էլ զրոյացվում է, դառնում է 0։ Հիմա ստեղից, եթե նայեք, E1 վեկտորը ստանդարտ բազիսում ինչ կոորդինատներ ունի, 1 0 0 0 0։ Այսինքն այս մեր մատրիցը, որ մենք սկսենք կառուցել, առաջի սյունը լինելու է 1 0 0 0։ Վերջի սյունը լինելու է 0 0 0 0, վերջում 1։ Միակ տարբերվող սյունը k-երորդ սյունն է լինելու, որը համապատասխանում է այս սրան։ Այս սյունը գալիս նստում է այստեղ։ Տեսնում եք ինչ սյուն է դառնում։ Բոլոր տարրերը 0 են։ Կամ ուրիշ խոսքերով ասած, սա ոնց որ այս պրոյեկցիայի մատրիցը, ոնց որ ինչ է լինի։ Ոնց որ տեսեք, ոնց որ միավոր մատրիցը լինի, ամենուրեք մեկեր են դրած, մենակ k-երորդ տարրը փոխարինված է 0-ով։ Եղավ։ Հաջորդը mirror reflection-ը, այսինքն հայլային արտացոլումը։ Ինքը A1 AN վեկտորը համապատասխանում է նույն վեկտորի, մենակ k-երորդ կոորդինատը մինուս դառած։ Սա էլ sense մատրից կունենա։ Բոլորը մեկեր են, միայն k-երորդ մեկը մինուս 1 է դառել։ Ինքնուրույն մանրամասն կնայեք, թե ինչի է դա դենց։ Հաջորդը ձգման արտապատկերումը, որը յուրաքանչյուր բոլոր կոորդինատները նույնն է թողնում, k-երորդ վեկտորը c-ով բազմապատկում է։ Իր մատրիցը տեսնում եք ինչ մատրից է ստացվում։ 1 1 1 1 ամենուրեք, միայն k-երորդ մեկը փոխարինված է c-ով։ Հաջորդը այս արտապատկերումը, նայեք, որը յուրաքանչյուր այս x y z եռի տանում է այս սրա վրա։ Ստանդարտ բազիսներ ընտրենք, օրինակ 1 0 0-ին ուր կտանի։ Ինչ անում 6x, 6 անգամ 1 պլյուս 6 անգամ 0 մինուս 12 0 1, то есть 6։ Երկրորդ կոորդինատը ինչ կլինի 4 անգամ 1 պլյուս 0 մինուս 0 4, ու սա։ Ստացվեց այս սա E1-ի պատկերն է։ Նույն կերպ սա էլ E2-ի պատկերը, սա էլ E3-ի պատկերը, թե 1, 2, 3 հատ սյուները վերենք իրար միաձուլենք, ստացվում է այս մատրիցը մեր արտապատկերման մատրիցն է։ Հաջորդը վերցնենք մեր բազմանդամային տարածությունը, որը ունի 1x(xn) բազիսը։ Ինչ պետք է անենք, բազիսային վեկտորները հերթով պետք է որոշենք, դրանց վրա հերթով պետք է ազդենք մեր արտապատկերմամբ, տեսնենք ինչ է ստացվում, ածանցյալն է, չէ՞ ստացվելու, ու այդ ածանցյալի կոորդինատները նայենք։ Ուշադիր հետևեք, տեսնենք հասկանում ենք այս ամեն ինչը։ Առաջի բազիսային վեկտորը 1-ն է։ 1-ի ածանցյալը 0 է։ 0 ֆունկցիան, կոնստանտ 0-ն։ Այս 1x xn բազիսում ունի որ կոորդինատները։ 0-ներ։ Սա։ Ահա, ուստի այդ 0-ները սենց սիրուն շարում ենք վերևից ներքև։
Հաջորդը x-ը, x-ի ածանցյալը 1-ն է, 1-ը այս բազիսում ունի ինչ կորդինատներ, 1-ը հավասար է 1 անգամ սա, պլյուս 0 անգամ x, մնացածը 0, այսինքն 1, 0, 0։ Վերջի քայլում, տեսեք, ընդերից վերցնում եմ x-ի n աստիճանը, x-ի n աստիճանի ածանցյալը n անգամ x-ի n-1-ն է, սրա կորդինատները այն բազիսում ինչ են, բոլոր կորդինատները 0 են, մենակ n-1-րդ կորդինատը n է, ինչի է n, որտև այստեղ n է կանգնած։ Ստացանք 1, 2, 3 այս սյուները, վերցնում ենք այս սյուները, կողքի սենց սիրուն շարում ենք և տեսնում ենք ինչ։ Տեսնում ենք սենց մի հատ մատրից ստացվեց, ամենուրեք զրոներ են գրած, այս անկյունագծի վրա էլ են զրոներ գրած, մենակ անկյունագծից վերև գրած է 1, 2, 3 և այլն n։ Այս մատրիցը կոչվում է ածանցման մատրից։ Հələ որ դուք ոչ մի բանով չեք կարող գլխի ընկնել, թե այս ինչ բան է, այս ինչ ածանցման մատրից էր, ինչ կապ ունի այս մատրիցը ածանցման գործողության հետ, բայց մի քիչ հետո կապը կերևա։ Հաջորդ օրինակը, եկեք գնանք այս 22 նկարին, որպեսզի գտնենք R-ի մատրիցը։ R-ին դուք հիշում եք ինչն էր, այս մեր երկուչափանի հարթությունը ֆի անկյան պտույտն էր, S էր, չէ R-ին։ Դե ինչ անենք, բազիս ֆիքսենք, որպես բազիս ֆիքսում եմ էսա, այս կարմիր երկու հատ վեկտորները, 1, 0, 0, 1, 1, 0 վեկտորը, եթե ֆի անկյան պտտվի, չի գա ընգնի այս կապույտ վեկտորին, որի ինչ է, երկարությունը կրկին 1 է, դե նայեք, եթե այս երկարությունը 1 է, այս անկյունն էլ ֆի է, ապա այս կետի, սա մեր մոտ եմեկի պատկերն է, չէ, սրա կորդինատները ինչ են, ով է ուզում ասել։ Կոսինուս ֆի, սինուս ֆի։ Կոսինուս ֆի, սինուս ֆի։ Այսինքն ստեղ ինչ որ միտեղ գրենք կոսինուս ֆի, սինուս ֆի, սենց սիրուն սյունակ կառուցենք։ Բա այս էլ E2-ն է, E2-ի պատկերն էլ այս սա է, այս կապույտ վեկտորն է։ Սրա կորդինատները ինչ կասեք, ինչ են։ Մինուս սինուս ֆի, կոսինուս ֆի։ Մինուս սինուս ֆի, կոսինուս ֆի, սենց մի հատ սյունակ դնենք։ Հիմա որպեսզի ես այս R-ի մատրիցը կառուցեմ, պետք է ես վերցնեմ այս սյունակը, կողքը մոնտաժեմ, այսա բերեմ դնեմ կողքը, էսա չէ, խոսակցությունը։ Առաջի սյունակ, երկրորդ սյունակ, սյունակները կողքի դրեցի, եղավ կոսինուս, մինուս, սինուս, սինուս, կոսինուս, այս էլ պտույտի մատրիցն է։ Սրանք անցման մատրիցների նման են, չէ՞, աշխատելու ոնց հասկացա, այսինքն Համարյա թե։ ածանց։ Մտեսեք, ուրեմն այս հաջորդ օրինակը, ինչ որ մի հատ ինքնատիպ օրինակ է, այս էլ մոդուլյար Z5 դաշտի վրա է, տեսեք, այստեղ է ստացվում, այս ինչա, R2-ը Y-ների ուղղությամբ 3 անգամ ձգման արտապատկերումն է, սրա մատրիցն էլ էսա ստացվում, այլ խորհուրդ եմ տալիս, այս օրինակը դուք ինքներդ մանրամասն հետո կանեք, ինչո՞վ է յուրահատուկ այս օրինակը, ստեղ վերցվում է մի հատ շատ պարզունակ արտապատկերում, որը ուղղակի ամեն ինչ Y-ների ուղղությամբ 3 անգամ ձգում է։ Այս արտապատկերումը ինչ է, ինքը ստանդարտ բազիսում ունենում է այս մատրիցը, իսկ, չէ՞ որ մենք իրավունք ունենք մեր տարածության մեջ մի այլ բազիս նույնպես վերցնենք, J1, J2-ը, տեսեք, սա նույնպես բազիս է կազմում, հեշտությամբ ստուգվում է, որ այս մյուս բազիսում մեր այս նույն արտապատկերումը ունի այս մատրիցը, տեսեք, նույն արտապատկերումը, այս մատրիցն էլ ունի, այս մատրիցն էլ ունի տարբեր բազիսներում։ Մենք այս թեմային շուտով շատ մանրամասն անդրադառնալու ենք, դրա համար առայժմ այս օրինակը ինքնուրույն կնայեք։